Գոյամարտն արդեն իսկային նախագծերից է, որի շուրջ ձևավորվել է մեծ սպասում դեռ մինչև եթեր դուրս գալը, և դա պատահական չէ։ Դիանա Գրիգորյանի յուրաքանչյուր նոր աշխատանք վաղուց դադարել է լինել պարզապես հերթական սերիալ։ Այն իր հետ բերում է քննարկումներ, հակասական կարծիքներ, մեծ հետաքրքրություն և ամենակարևորը՝ բարձր դիտումներ։ Գոյամարտ այդ շարքի տրամաբանական շարունակությունն է, բայց միևնույն ժամանակ նոր փուլ։ Դիանա Գրիգորյանի աշխատանքային ձեռագիրը տարիների ընթացքում դարձել է ճանաչելի։ Նա երբեք չի փորձել ստեղծել պարզ, հեշտ մարսվող պատմություններ։ Նրա սերիալները միշտ կառուցվել են կոնֆլիկտի վրա՝ մարդկային, սոցիալական, հոգեբանական։ Դրանք անդրադարձել են այն խնդիրներին, որոնք իրականում գոյություն ունեն մեր հասարակությունում, բայց հաճախ մնում են ստվերում։ Գոյամարտը հենց այդ ստվերի մեջ մտնող պատմություններից է։ Սերիալի առանցքում գոյության համար մղվող պայքարն է բառի բոլոր իմաստներով։ Այստեղ պայքարը միայն ֆիզիկական չէ, դա պայքար է արժանապատվության, ընտրության, ընտանիքի, անցյալի ու ներկայի միջև։ Ստվերային բոքս, փողի ազդեցություն, խարդավանք ու մարդկային ճակատագրերի շահագործումը դառնալու են սյուժեի շարժիչ ուժը։ Եվ հենց այս ծանր թեմաներն են, որ սերիալը դարձնում են դիտարժան ու խոսուն։ Դիանա Գրիգորյանի սերիալների ամենամեծ առավելություններից մեկը որակն է։ Որակ ոչ միայն տեխնիկական իմաստով, այլ առաջին հերթին բովանդակային։ Սցենարը նրա նախագծերում միշտ եղել է առանցքային։ Կարելի է ունենալ գեղեցիկ կադրեր, հայտնի դերասաններ, մեծ բյուջե, բայց եթե սյուժեն դատարկ է, հեռուստադիտողը դա զգում է։ Գոյամարտի դեպքում հենց սցենարն է դրված ամեն ինչի հիմքում։ Նրա սերիալները գրեթե միշտ ռեյտինգային են եղել։ Վերջին զանգը, Կույր աշխարհը, Սարի աղջիկը և մյուս նախագծերը երկար ժամանակ եղել են քննարկումների կենտրոնում։ Դրանք ունեցել են թե կողմնակիցներ, թե քննադատներ, բայց ամենակարևորը չեն թողել անտարբեր։ Իսկ հեռուստատեսությունում դա ամենամեծ հաջողությունն է։ Ռեյթինգը ծնվում է ոչ թե միայն գովազդով, այլ պատմությամբ, որը մարդիկ ուզում են շարունակ տեսնել։ Գոյամարտի դեպքում ինտրիգը պահվում է շատ գիտակցված։ Չնայած մեծ քանակությամբ արդեն հայտնի տեղեկություններին, գլխավոր սյուժետային շրջադարձերը, կերպարների իրական նպատակները և պատմության վերջնական ուղղությունը դեռ փակ են պահվում։ Այդ գաղտնիությունը սերիալի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Հեռուստադիտողը մշտապես սպասման մեջ է, փորձում է ենթադրություններ անել, քննարկում է յուրաքանչյուր դետալ։ Դերասանական կազմի ընտրությունը ևս խոսում է նախագծի հավակնությունների մասին։ Դիանա Գրիգորյանն այս անգամ հենվել է իր փորձված կադրերի վրա, դերասաններ, որոնց հետ արդեն հաջող համագործակցությունների փորձ ունի։ Դա թույլ է տալիս խորացնել կերպարները, պահանջել առավել բարդ խաղ և գնալ ավելի ռիսկային լուծումների։ Միևնույն ժամանակ սերիալում ներգրաված են նաև նորահայտ դերասաններ, ինչը թարմություն է հաղորդում պատմությանը։ Տեսարանների կառուցումը, մթնոլորտը, երաժշտական ձևավորումը, ամեն ինչ ծառայում է մեկ նպատակի՝ ստեղծել լարված, իրական, երբեմն ծանր, բայց համոզիչ աշխարհ։ Գոյամարտն այն սերիալներից չէ, որը դիտվում է ֆոնային, այն պահանջում է ուշադրություն, զգացմունքային ներգրավվածություն և մտածելու պատրաստակամություն։ Դիանա Գրիգորյանի ուժը նաև այն է, որ նա չի վախենում քննադատությունից։ Նրա սերիալները հաճախ բարձրաձայնում են այն թեմաները, որոնք շատերը նախընտրում են շրջանցել, բայց հենց այդ համարձակությունն է, որ տարիների ընթացքում ձևավորել է նրա հավատարիմ հանդիսատեսը։ Գոյամարտը բոլոր նախադրյալներն ունի դառնալու հերթական ռեյթինգային նախագիծը՝ ուժեղ սցենար, դիտարժան դերասանական խաղ, ինտրիգ պահող սյուժե և իրական կյանքի խնդիրների անդրադարձ։ Սա սերիալ է, որը գալիս է ոչ միայն էկրանին հայտնվելու, այլ մնալու, քննարկվելու և հիշվելու համար։ Իսկ ամենակարևորն այն է, որ պատմությունը դեռ նոր է սկսվում, և հենց դա է Գոյամարտի ամենամեծ առավելությունը։ Եվ որքան առաջ է գնում սպասում, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ Գոյամարտը պարզապես նոր նախագիծ չէ, այլ փորձ բարձրացնել հայկական հեռուստասերիալի նշաձողը։
Դիանա Գրիգորյանի աշխատանքի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նա երբեք չի կրկնում ինքն իրեն, թեպետ նրա սերիալներն ունեն ճանաչելի ձեռագիր, լարված սյուժե, խորը կոնֆլիկտներ, ուժեղ կերպարներ, ամեն նոր նախագիծ փորձ է նոր ասելիք ունենալու, գոյամարտում այդ փորձը առավել տեսանելի է։ Այստեղ թեմաներն ավելի կոշտ են, միջավայրն ավելի մռայլ, իսկ ընտրությունն ավելի ճակատագրական։ Սերիալը կառուցված է այնպես, որ հեռուստադիտողը մշտապես մնա ներգրավված, յուրաքանչյուր սերիա թողնում է հարցեր, ոչ թե պատասխաներ։ Ով է իրականում ղեկավարում խաղը, ով է զոհ, իսկ ով շահառու, և ամենակարևորը, հնարավոր է արդյոք դուրս գալ այս համակարգից չկորցնելով ինքդ քեզ։ Այդ հարցերն են, որ ստիպում են սպասել հաջորդ սերիային։ Դիանա Գրիգորյանի սերիալների ռեյտինգային լինելու գաղտնիքը հենց այստեղ է։ Նա չի փորձում հաճոյանալ բոլորին, այլ ստեղծում է պատմություն, որը դիպչում է մարդկանց սրտերին։ Մարդիկ կարող են չհամաձայնել, քննադատել, բայց նրանք դիտում են, իսկ դիտումը, քննարկումը, արձագանքը ռեյտինգի ամենակարևոր բաղադրիչներն են։ Գոյամարտում հատկապես ուժեղ է լինելու կերպարների զարգացման գիծը։ Այստեղ հերոսները նույնը չեն մնում առաջին սերիայից մինչև վերջ։ Նրանք փոխվում են, կոտրվում, վերադառնում, երբեմն էլ ամբողջովին կորցնում իրենց սկզբունքները։ Այդ փոփոխություններն են, որ պատմությունը դարձնում են կենդանի և հավատալի։ Սերիալում մեծ տեղ է տրված նաև հեռուստասերիալի դերասանական կազմին, բայց միևնույն է, ամենամեծ ինտրիգը դեռ պահված է։